Նորաստեղծ գործարար կուսակցությունը կմասնակցի Գյումրիում հոկտեմբերի 2-ին կայանալիք թիմ ընտրություններին սեփական ցուցակով։ Այն կգլխավորի կուսակցության նախագահ Գեղամ Բաղդասարյանը։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ կուսակցության անդամները նշել են, հնարավոր է համագործակցեն քաղաքական այլ ուժերի հետ։ Գործարար կուսակցությունը Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում է ստացել օգոստոսի 10-ին։ Կուսակցությունն այժմ շուրջ 300 անդամ ունի, նրանք ինչպես Շիրակի, այնպես էլ Հանրապետության 4 մարզից են։ Կուսակցության անդամները միայն գործարարներ չեն, տարբեր ոլորտների երիտասարդ մասնագետներ են, հիմնականում եղել են անկուսակցական։ Գործարար կուսակցությունը ծրագրում է զարգացնել հանրապետության քաղաքական ու տնտեսական ոլորտները, կայունացնել երկրի սոցիալական վիճակը։ Կուսակցության նախագահի խոսքով թիմ ընտրություններին քաղաքական փորձ ձեռք կբերեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ 6 հուլիսի 2016 թվականին տեղի ունեցավ գործարար կուսակցության համագումարը, որի ժամանակ ներկայացվեցին կուսակցության ծրագիրը, կանոնադրությունը, դրվեց դրանց որոշման եւ հաստատման հարցը, հաստատվեցին ծրագիրն ու կանոնադրությունը, ընտրվեց 7 հոգուց բաղկացած խորհուրդ, ինչպես նաեւ կուսակցության նախագահն ընտրվեց եւ հաստատվեց խորհրդի կողմից միաձայն, այն է Գեղամ Բաղդասարյանի տեխնացությունը։ Ուզում ենք պաշտոնական հայտարարենք, որ մենք մասնակցում ենք մեր ցուցակով, մենք մասնակցում ենք մեր ցուցակի առաջի համարով։ Իսկ եթե ինչ որ կուսակցություններ, ինչ որ կազմակերպություններ, ինչ որ անձիկ կուզենան, որ միանան մեզ, աջակցեն մեզ կամ կազմավորվեն, չգիտեմ, մեզ հետ բանակցությունները, դռները բաց է, կարող ենք խոսել, զրուցել։ Փորձելու ենք կենտրոնում գտնվելով հանդերձ եւ իշխանամետ կուսակցություններին եւ ընդդիմադիր կուսակցություններին բերել մի այնպիսի հարթության վրա, որպեսզի կարողանանք այդ համագործակցության արդյունքում նպաստել քաղաքական զարգացմանը, ժողովրդի բարեկեցիկ կյանք ապահովելու նպատակով։ Մենք ոչ իշխանություն ենք լինելու, ոչ ընդդիմություն, մենք փորձելու ենք մեր ծրագրերը առաջարկել, մենք ունենք լուծումներ, մենք թեզեր ունենք գրած, մեր մեջ տնտեսագետներ ավելի գերակշիռ մասն է կազմում, մենք լուծում իրական մեր երկրի տնտեսության համար թեզ ունենք գրած, թե այդ ծրագիրը ոնց առաջադրենք, ինչ անենք, որ այդ ծրագիրը կյանքի կոչվի, մենք ունենանք աշխատատեղեր, մենք ունենանք երկրի տնտեսության հնայի աճ։ Հնայի աճն է, մենք չենք կանխատեսում, մեր երկիրը շատ փոքր է, մեր բյուջեն շատ փոքր է, կարելի է շատ կարճ ժամանակում ոչ թե 2-3% հնայի աճ կանխատեսել ամեն տարվա համար։ Մեր երկիրը կարող է 10, 20, 30%-ով հնայի աճ ունենա։